Պատմությունը մեզ փաստում է, որ խոսքերը քամին է տանում, խոստումները մոռացնում են, ուժն է թելադրում մարդկանց գործերը և ոչ թե փառաբանած ներն ու կթությունը։ Վերջապես տեղավորները ընդունեն իրենց սխալները ու ուղղեն։ Բարև ձեզ։ Թուրքիայի Հանրապետության քաղաքական կյանքում հայկական ներկայությունը կարող ենք ասել, որ բավական սահմանափակ է եւ սա պայմանավորված է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ որոշակի իրողություններով։ Այսօր 2015 թվականին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններում կրկին արձարծվում է հայ թեկնածուների հարցը եւ այս առումով հետաքրքիր է դիտարկել ընդհանրապես Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում ինչպես է եղել հայերի ներկայությունը, հայ համայնքի ներկայությունը քաղաքական կյանքին եւ ավելի կոնկրետ հայ ազգի падգամավորների առկայությունը եւ նրանց գործունեությունը։ Այստեղ առաջին հերթին ուզում եմ նկատել, որ Օսմանյան կայսրությունում, հատկապես կայսրության վերջին տարիներին, հայ ազգի падգամավորները ընդգրկված էին խորհրդարանում եւ նաեւ երբեմն ակտիվ գործունեություն էին ծավալում։ Բայց հայ ազգի խորհրդարանականները նույնպես զերծ չմնացին իրենց ժողովրդի ճակատագրից եւ ինչպես Գրիգոր Զոհրաբը, այնպես էլ շատ այլ падգամավորներ ու քաղաքական գործիչներ ենթարկվեցին նույն ցեղասպան քաղաքականությանը եւ նույն հալածանքներին։ Գալով Թուրքիայի Հանրապետության սկզբնական տարիներին կարող ենք ասել, որ 20-ից 30-ական թվականներին ընդհանրապես հայերը եւ հայ համայնքը թուրքական իշխանությունների կողմից անգամ չէին էլ դիտարկվում պոտենցիալ մասնակիցներ քաղաքական կյանքի, այլ ընդհանրապես դիտարկվում էին որպես թիրախներ։ Բայց այստեղ նույնպես մենք տեսնում ենք Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի Հանրապետության քաղաքական մտածողության եւ խտրական քաղաքականության հստակ շարունակականություն։ Կարող ենք նկատել նաեւ, որ հայերը Թուրքիայի ընդհանրապես ընտրական արշավներին առաջին անգամ սկսել են մասնակցել կամ նրանց անունը սկսել է արծարծվել միայն 1930 թվականին, երբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ իշխող ժողովրդահանրապետական կուսակցությունը եւ նրա լիդերը Մուստաֆա Քեմալը որոշեցին նաեւ ստեղծել այսպես կոչված քող բազմակուսակցական համակարգի կամ այսպես կոչված խորհրդարանական ժողովրդավարության վերաբերյալ։ Եվ դրա առաջին քայլը նախատեսվում էր, որ պետք է լինի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հայ, հույն, հրեա եւ ընդհանրապես ոչ մուսուլման փոքրամասնությունների ներգրավումը որպես թեկնածուներ։ Սակայն արդեն 1930-ականներին թուրքական հասարակությունը այնքան էր ներծծված ազգայնամոլության հստակ ուրեմն գաղափարախոսությամբ, որ թերթերը եւ հասարակական տարբեր շրջանակներ անմիջապես բուռն հակազդեցություն ցուցադրեցին մի կուսակցության ցուցակով, դա այսպես կոչված նորաստեղծ ազատական հանրապետական կուսակցությունն էր, այդ ցուցակով հայ, հույն, հրեա թեկնածուների առաջադրման խնդրին։ Եվ ժամանակի թուրքական մամուլը մի քանի հետաքրքիր դիտարկումներ արեց, որը մի կողմից ցույց է տալիս թուրքական հասարակության այսպես կոլեկտիվ հանցանքի շուրջ լռությունը եւ մյուս կողմից թուրքական հասարակության այլատիացության հստակ դրսևորումը։ Այսպես թուրքական իշխանական մամուլը անդրադառնալով ազատական հանրապետական կուսակցության ցուցակում հայազգի թեկնածուների ներգրավմանը նշեց, որ սա ուղղակի սպառնալիք է Թուրքիա պետությանը եւ հաջորդ քայլը, որը լինելու է, դա այն է, որ հայերը պահանջելու են իրենց լքված գույքը, այսինքն թուրքական թերթը հստակ խոստովանում էր կամ ինքնախոստովանական մի հայտարարություն էր անում, որ Թուրքիա պետությունը խլել է հայերի գույքը, պետականորեն թալանել է հայերին եւ եթե հայազգի թեկնածուներ լինեն տեղական ինքնակառավարման մարմիններում, ապա այս հարցը կարող է գալ օրակարգ։ Եվ այս առումով հետաքրքիր է ժամանակի թուրք հայտնի հոդվածագիրներից Հայդար Ռուշթուի հոդվածը 1930 թվականի սեպտեմբերի 8-ին Անադոլու թերթում, որը վերնագրված էր խիստ լակոնիկ, բայց թուրքերի համար խիստ հասկանալի մի
վերնագրով Գիրքոր Էֆենդին, այսինքն պարոն Գրիգորը, եւ այս հոդվածում հայտնի լրագրողը նախ ազգայնամոլության դիրքերից քննադատում էր իր երկրի քաղաքացի եւ իրավահավասար քաղաքացի հռչակված հայերին եւ մյուս կողմից առաջ էր քաշում այն միտքը, որ չպետք է որևէ կերպ թույլ տալ, որ հայազգի տեխնացուները ներթափանցեն ընտրական համակարգ, լինի դա տեղական ինքնակառավարման, թե այլ։ Եվ ի վերջո նաեւ հասարակական այս հակազդեցությունը հանգեցրեց նրան, որ հիշյալ կուսակցությունը ուղղակի արգելվեց եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին անգամ չմասնակցեց։ Սակայն Թուրքիայում տեղի ունեցող որոշակի զարգացումներ, ինչպես նաև արևմտյան աշխարհի հետ Թուրքիայի ինտեգրացման փորձերը բերեցին նրան, որ թուրքական իշխանությունները ստիպված եղան անել որոշակի իմիտացիոն քայլեր բազմակուսակցական համակարգի ձևավորման կամ նախապատրաստման համար եւ միևնույն ժամանակ փորձել նաև խորհրդարանում տեսնել ոչ միայն թուրքերի, թուրք մուսուլմանների, այլև Թուրքիայի տարածքում ապրող այլ ազգությունների ներկայացուցիչների եւ դրա համար առաջին, այսպես ասած, սկզբնակետը կարող ենք ասել 1935 թվականն էր եւ այդ թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունը։ Մենք կարող ենք փաստել, որ Օսմանյան վերջին խորհրդարանից հետո եւ Օսմանյան կայսրության անկումից հետո 1935-ը եղավ այն առաջին թվականը, երբ հայազգի պատգամավորը հնարավորություն ունեցավ ուրեմն դառնալ Թուրքիայի ազգային ժողովի անդամ, բայց այստեղ հստակ մի դիտարկում պետք է անենք, որը հենված է փաստերի վրա եւ որի արձագանքներն ու արտացոլումները շարունակվում են մինչեւ օրս։ 1935 թվականին թույլ տալով հայազգի տեխնացուներին մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ հնարավորություն ստանալ դառնալ պատգամավոր, թուրքական իշխանությունները հստակ իրենց խտրական եւ ցեղասպան քաղաքականության համատեքստում դրեցին բաժանարար գիծ։ Հայազգի պատգամավորները կամ պետք է լինեն իշխանամետ, ծառայամիտ եւ ամեն կերպ սատարեն թուրքական իշխանություններին եւ անգամ հանդես գան իրենց ազգային շահերին դեմ, եւ երկրորդ տարբերակը հայազգի տեխնացուները եթե հանկարծ զբաղեցնեն ընդդիմադիր դիրք, ապա նրանք պետք է ենթարկվեն հալածանքի գրեթե նույն մեթոդներով, ինչ նրանց ազգակիցները առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կամ Օսմանյան վերջին խորհրդարանում, կիսելով Գրիգոր Զորաբի եւ մյուսների ճակատագիրը։ Բայց նկատենք նաեւ, որ 1935 թվականին խորհրդարանական ընտրություններին հայ հույն հրյա տեխնացուների առաջադրումը նույնպես այդքան հեշտ չէր ոչ իշխող կուսակցության եւ ոչ էլ թուրքական հասարակության համար, նաեւ ընկալումների տեսանկյունից եւ այստեղ կարեւոր է փաստել մի շատ կարեւոր իրողություն։ Խորհրդարանական ընտրություններին իշխող ժողովրդահարապետական կուսակցությունը գնում էր երկու ցուցակով՝ հիմնական ցուցակ եւ լրացուցիչ ցուցակ։ Ահա հենց այդ լրացուցիչ ցուցակում էին ընդգրկված հայազգի Պերճ Քերեսթեջյանը, հույն ուրեմն ներկայացուցիչներ, հրյա եւ ինչպես նաեւ ուղղափառ հույն համայնքի ներկայացուցիչներ։ Բայց հարցին, թե ինչի համար է ստեղծված լրացուցիչ ցուցակը, իշխող թուրքական իշխող կուսակցության ներկայացուցիչներից, ղեկավար ներկայացուցիչներից մեկը մամուլին արել էր հստակ մի պարզաբանում, նաեւ տուրք տալով ազգայնամոլական տրամադրություններին, ինչպես նաև երևի թե հանգստացնելու նպատակով թուրքական ազգայնամոլական հասարակությանը։ Իշխող կուսակցության ներկայացուցիչը հայտարարել էր. նման որոշում է ընդունվել, որպեսզի քրիստոնյա փոքրամասնությունները իրենց ներկայությամբ չպղծեն ժողովրդահարապետական կուսակցության սուրբ շարքերը։ Այսինքն անգամ ծառայամիտ հայ տեխնացուները թուրքական իշխանությունների համար դիտարկվում էին որպես խորթ մի երևույթ, որ իրենց ներկայությամբ կարող էին պղծել այսպես կոչված իրենց սուրբ ցուցակները։ Ինչևից է 35 թվականի
խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր է դառնում հայ համայնքի ներկայացուցիչ Պերճ Քերեսթեջյանը։ Իր կենսագրությամբ եւ իր գործունեությամբ Պերճ Քերեսթեջյանը լիովին տեղավորվում էր թուրքական ազգայնամոլական իշխանությունների գծած սցենարի մեջ եւ նրանց պատկերացրած հայ պատգամավորներ։ Ինչու՞։ Որովհետեւ Պերճ Քերեսթեջյանը իր կենսագրության մեջ, որը ներկայացում է նաեւ թուրքական պատմագրության մեջ բավական մեծ հպարտությամբ, ունի իբրև թե արժանահիշատակ 1-2 դրվագ։ Դրանցից առաջինը այն է, որ Պերճ Քերեսթեջյանը լինելով ֆինանսական ոլորտի ներկայացուցիչ, աշխատելով Օսմանյան շրջանում նաև պետական բանկում 1919-ից 22 թվականներին ֆինանսական աջակցություն է ցույց տվել Մուստաֆա Քեմալի կողմից ծավալվող ազգայնամոլական շարժմանը, որը հանգեցրեց Թուրքիայի Հանրապետության ձևավորմանը։ Այսինքն ֆինանսապես օգնել է մի շարժման, որը նպատակադրված էր ֆիզիկապես ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը եւ շարունակել հայոց ցեղասպանությունը նաեւ Արևելյան Հայաստանում։ Բացի այդ, Պերճ Քերեսթեջյանը 1919 թվականին լուր ստանալով, որ նախապատրաստվում է մահափորձ Մուստաֆա Քեմալի նկատմամբ, այդ լուրը հայտնում է Մուստաֆա Քեմալին եւ կանխում է նրա մահը։ Սա իհարկե համապատասխանում է իրականությանը, քանի որ այդ վայրում նշված ժամին իրոք տեղի ունենում պայթյուն այն վայրով, որտեղով պետք է անցներ Մուստաֆա Քեմալը եւ իրոք փաստորեն հայազգի գործիչը փրկում է Թուրքիայի Հանրապետության ապագա հիմնադրին եւ նախագահին, մի մարդու, որը այդ ժամանակ էլ զբաղված էր հայերի ֆիզիկական ոչնչացմամբ, մի մարդու, որ հետագայում հիմնեց պետություն, որը շարունակեց նույն ցեղասպան քաղաքականությունը եւ շարունակեց ոչնչացնել ոչ միայն ֆիզիկապես հայությանը, այլև շարունակեց հայության ստեղծած մշակութային ժառանգության ոչնչացումը իր երկրի տարածքում։ Պերճ Քերեսթեջյանը նաև Լոզանի բանակցությունների ժամանակ հայ համայնքի անունից, որը իհարկե նա իրավունքը չուներ, նամակներ է ուղարկում բանակցողներին, Մեծ Բրիտանիային, որտեղ նշում է, որ հայերը Թուրքիայում ապրում են շատ լավ, հայերն ու թուրքերը ունեն եղբայրական հարաբերություններ եւ դեմ է արտահայտվում հայության հետ կապված ցանկացած պահանջներին, այսինքն օրինակ հայության վիճակի բարելավում Թուրքիայի Հանրապետությունում, հայության ինչ-որ իրավունքների շնորհում, անգամ դրանց Պերճ Քերեսթեջյանը դեմ է հանդես գալիս եւ հետաքրքիր է նաեւ, որ Պերճ Քերեսթեջյանը այդ ժամանակ հիմնում է եւ ղեկավարում է այսպես կոչված թուրք-հայկական հաշտեցման մի կոմիտե, որը հետագայում նաեւ անվանում է բարեկամության հանձնախումբ, որը իբրև թե միտված էր հայության եւ թուրքերի միջև խնդիրների լուծմանն ու կարգավորմանը, բայց որը իրականում սպասարկում էր թուրքական իշխանությունների շահերը եւ կարճ ժամանակ անց անգամ նրանց դարձավ անպետք։ Եւ վերջին դրվագը Պերճ Քերեսթեջյանի հետ կապված կարող ենք ասել, որ սկսած արդեն 1920-ականներից Պերճ Քերեսթեջյանը շարունակում է եւ ֆինանսապես աջակցել թուրքական իշխանություններին եւ փորձում է իր ճանաչած հեղինակությամբ նաեւ հայ համայնքում որոշակի հարցեր կարգավորել։ Եվ ահա երբ որ 1935 թվականին խնդիր է ծագում հայազգի պատգամավոր տեսնել Թուրքիայի ազգային ժողովում, թուրքական իշխանությունները հիշում են իրենց վաղեմի գործընկերոջը, բայց մինչ այդ 1934 թվականին, երբ որ Թուրքիայում ընդունվեց ազգանվան մասին օրենք եւ արգելվեցին նաեւ հայկական ազգանունները, անձամբ Մուստաֆա Քեմալը Պերճ Քերեսթեջյանին շնորհում է մի նոր թուրքական ազգանուն՝ թուրքեր, որը թարգմանաբար նշանակում է թուրք զինվոր, եւ Պերճ Քերեսթեջյանը հրաժարվելով իր հայկական ազգանունից սիրահոժար ընդունում է այդ ազգանունը եւ կրում, ինչպես ինքն է նշում, հպարտությամբ։ Ահա դառնալով պատգամավոր, Պերճ Քերեսթեջյանը իր գործունեության ընթացքում, որ ավելի քան 10 տարի լինելով պատգամավոր, որևէ կերպ չի բարձրացնում հայ համայնքի որևիցե խնդիր,
Ընդհակառակը սատարում է թուրքական իշխանություններին, կողմ է քվեարկում հայտնի ունեցվածքի հարկին, որով ունեզրկվում է հայ համայնքը եւ իր սակավաթիվ ելույթներում գովերքելով իշխանություններին անգամ առաջարկում է արգելել բացի թուրքերենից այլ լեզուների կիրառումը, դա համարելով անթույլատրելի եւ Թուրքիան նմանեցնելով Բաբելոնի հետ, որտեղ իբրև թե բոլորը խոսում են իրենց լեզուներով։ Ահա սա է առաջին հայ падգամավորը, որը իհարկե դարձավ թուրքական իշխանությունների համար նաեւ գովազդի կամ արտահայտվելու առիթ արտաքին աշխարհում, միջազգային հարթակներում, նշելով, որ իրենք այնքան հանդուրժող են, որ ունեն նաև հայազգի падգամավոր, բայց հայազգի падգամավորը իր նկարագրով եւ գործունեությամբ լիովին տեղավորվում էր թուրքական գծած սցենարում։ Հայ տեխնացուների հետ կապված հաջորդ դրվագը արդեն վերաբերում է 50-ական թվականներին, երբ Թուրքիայում տեղի ունենում իշխանապողություն եւ իշխանության է գալիս դեմոկրատական կուսակցությունը, որի անդամների մի մասը նույնպես նախկին երիկ թուրքեր էին։ Եվ արդեն 1950 թվականի խորհրդարանական ընտրություններին դեմոկրատական կուսակցության ցուցակով падգամավոր է ընտրվում Անդրե Վահրամ Քոջաբեյքյանը, որի գործունեությունը կարծում ենք բավական աննկատ է անցնում եւ հաջորդ 1954 թվականի ընտրություններին Թուրքիայի ազգային ժողովի падգամավոր է դառնում Զաքար Թարվերը, հայ համայնքի ներկայացուցիչ։ Զաքար Թարվերը իրոք բավական հետաքրքիր գործիչ է եւ ընդհանրապես հետաքրքիր կերպար է։ Առաջինը պետք է նկատենք, որ Զաքար Թարվերը Թուրքիայում հայտնի բժիշկներից է, մի քանի բժշկական ոլորտների հիմնադիր։ Բավական է միայն հիշել, որ Զաքար Թարվերն է հիմնադրել Թուրքիայում եւ ներմուծել Թուրքիա ռենտգեն սարք, դառնալով թուրքական բժշկության մեջ ռենտգենի ուղղության հիմնադիրը։ Բացի այդ, Զաքար Թարվերը նաեւ հայտնի բժիշկ էր հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում եւ որոշ ժամանակ նաեւ զբաղեցրել է գլխավոր բժշկի պաշտոնը։ Զաքար Թարվերի ընտանիքի պատմությունը նույնպես բավական հետաքրքիր է։ Նա ծնվել է Ակնում եւ ընտանիքը մի կերպ խուսափել է 1894-96 թվականի Համիդյան ջարդերից, հետագայում տեղափոխվելով Ստամբուլ, նա նաեւ բժշկական կրթություն է ստանում արտասահմանում եւ 1940-ական թվականներին ընտանիքը երկրորդ անգամ ենթարկվում է հալածանքների, իսկ բուն Զաքար Թարվերը ստիպված է լինում 1941-ից 42 թվականներին ծառայել թուրքական բանակում հայտնի 20 դասակարգի զորակոչի շրջանակներում եւ կրել այն բոլոր հալածանքները, որին ենթարկվում էին հայերը։ Լինելով բարձրակարգ բժիշկ, նա 41-ից 42 թվականներին թուրքական իշխանությունների կողմից ընդգրկվում է շինարարական ճամբարներում եւ փոխանակ զբաղվելու ռենտգեն ուղղության խորացմամբ նա ուղղակի զբաղվում է ճանապարհների համար որոշակի շինարարական աշխատանքներ կատարելով։ Եվ իհարկե երկրորդ անգամ Զաքար Թարվերը փրկվում է ստույգ մահից, առաջինը Համիդյան ջարդերի ժամանակ, երկրորդը 20 դասակարգի զորակոչի։ Դառնալով падգամավոր Զաքար Թարվերը իհարկե շարունակում է նաև իր բժշկական գործունեությունը եւ նրա հետ կապված հաջորդ դրվագը 1960 թվականին է վերաբերում, երբ 1957-ին երկրորդ անգամ ընտրվելով падգամավոր իշխող կուսակցությունից նա 1960 թվականի մայիսի 27-ի ռազմական հեղաշրջումից հետո ձերբակալվում է ինչպես իշխող կուսակցության շուրջ 600 անդամներ, ավելի քան 300 падգամավորներ եւ տեղափոխվում է Յասը Ադա բանդ, որտեղ եւ տեղի էր ունենալու դեմոկրատական կուսակցության ղեկավարության դատավարությունը, այդ թվում եւ падգամավորների։ Սակայն Զաքար Թարվերի ճակատագրում 1960 թվականը ունենում է վերջնական եւ ցավոք սրտի շատ դժբախտ հանգուցալուծում։ Շատ կարճ որոշ ժամանակ անց մամուլում տեղեկություն է տարածվում, որ հայազգի падգամավոր Զաքար Թարվերը հիվանդության պատճառով
Ձերբակալվելուց ընդամենը 1 ամիս անց մահանում է Յասաադայի բանտում։ Բայց սրանից հետո սկսվում են որոշակի զարգացումներ, որոնք անմիջապես թուրքական իշխանությունների կողմից քողարկվում են եւ թույլ չի տրվում անգամ հետաքննություն անցկացնել падգամավորի Թուրքիայի ազգային ժողովի падգամավորի մահվան հանգամանքի հետ կապված, իսկ իրականությունը բոլորովին այլ էր։ Ինչպես փոխանցում են Զաքար Թարվերի հետ նույն ճակատագիրը կիսած մյուս հայ падգամավոր Մկրտիչ Շելեֆյանը, տեղափոխման ժամանակ դեպի բանտ հայազգի падգամավորը ենթարկվում է կտանքների եւ դաժան ծեծի։ Անգամ նավից իջեցնելու ժամանակ ոստիկանները զենքի խզակոթով հարվածում են բարձրակարգ բժշկին եւ դրանից հետո Զաքար Թարվերը ուղղակի դառնում է անկողնային։ Ավելին, մի կարևոր վկայություն է տալիս նաեւ Թուրքիայի 3-րդ նախագահ Ջելալ Բայարի թոռնուհին, որը նշում է բառացիորեն հետևյալը. Պարոն Զաքարին Յասաադա տանելիս կամ նավ նստելիս կամ էլ իջեցնելիս, ինչպես փոխանցում է իմ պապը, սպաներից մեկը հրել է եւ սկսվել է նրա ծեծը, որն էլ հենց դարձել է մահվան պատճառ։ Այսինքն, հայազգի падգամավորի մահվան մասին խոստովանում է Թուրքիայի 3-րդ նախագահը եւ այդ փաստը մեզ փոխանցում է 3-րդ նախագահի թոռնուհին, որը ինքը պրոֆեսոր է, Էմինե Գյուրսոյ Նասքալին։ Սրանից հետո նաեւ թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս, որ մամուլում լուրը տարածվի եւ Ստամբուլի հայկական համայնքի ժամանակ թերթում ուղղակի փոքրիկ մի հայտարարություն է արվում, որ մահացել է Զաքար Թարվերը։ Սա ցույց է տալիս, որ թուրքական իշխանությունների գծած սցենարում հայ падգամավորները կամ ծառայամիտ են, կամ Զաքար Թարվերի նման պետք է կիսեն այն նույն ճակատագիրը, որին ենթարկվել է Գրիգոր Զոհրաբը Օսմանյան խորհրդարանում։ Եվ Թուրքիայի պատմության ընթացքում եւ հատկապես թուրքահայ համայնքի պատմության ընթացքում ամենակարևոր եւ հետաքրքիր գործիչներից մեկի մասին եմ ուզում խոսել, դա Մկրտիչ Շելեֆյանն է, որը 1957-ից 60 թվականներին լինում է Թուրքիայի ազգային մեծ ժողովի падգամավոր իշխող դեմոկրատական կուսակցության ցուցակից։ Մկրտիչ Շելեֆյանի կենսագրությունը իրոք բավական հետաքրքիր է եւ նա իր գործունեությամբ միշտ եղել է Թուրքիայի պատմության, թուրքահայ համայնքի, հետագայում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կիզակետում։ Մկրտիչ Շելեֆյանը հայտնի գործարար ընտանիքից էր, խիստ հաջողակ գործարար եւ Թուրքիայում արդեն 50-ական թվականներին հայտնի ուրեմն մեծահարուստ, որը իշխող կուսակցության խնդրանքով եւ անձամբ Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսի խնդրանքով ընդգրկվում է ցուցակում 57 թվականի ընտրություններին եւ դառնում падգամավոր։ Սակայն սրանով նաեւ իշխող կուսակցությունը մեծ ձայներ է ստանում, քանի որ մինչ այդ Մկրտիչ Շելեֆյանը դինում է հայ համայնքի աշխարհիկ լիդերը, պատրիարքին կից ղեկավարելով հայ համայնքի ազգային խորհուրդը, որը նույն համայնքի ըստ էության ղեկավարությունն էր։ Մկրտիչ Շելեֆյանը նաեւ հետաքրքիր է, որ լինելով падգամավոր ընդգրկված է լինում ֆինանսա-բյուջետային հանձնաժողովում, որտեղ քննարկվում են հարցեր, որոնք վերաբերում էին նաև Թուրքիայի ազգային անվտանգությանը եւ լինում է միակ հայ падգամավորը, որը հասու է լինում փաստորեն անվտանգության որոշակի ուրեմն քողարկվածություն ունեցող խնդիրներին։ Մկրտիչ Շելեֆյանը իր գործունեության ընթացքում հատկապես падգամավորական մեծ նպաստ է բերում թուրքահայ համայնքին։ Ընդամենը 2 դրվագ կարելի է ընդգծել։ Առաջինը այն է, որ հենց նրա ջանքերով եւ աջակցությամբ Սուրբ Խաչ հայկական դպրևանքում սկսում են ուսում ստանալ Արևմտյան Հայաստանում իրենց գոյությունը մի կերպ պահպանած հայ, իսլամացած հայ երեխաները, ցեղասպանությունից փրկված մարդկանց ժառանգները, որոնք գրեթե կորցրել էին կապը հայության հետ, մոռանալով լեզուն եւ մոռանալով կրոնը։ Ահա այդ երեխաներին Մկրտիչ Շելեֆյանի ջանքերով տեղափոխում են Ստամբուլ եւ նրանց տրվում է հայեցի կրթություն եւ այսօրվա թուրքահայ համայնքի
մի կարևոր ու որոշակի մասը կազմում են հենց Մկրտիչ Շելեֆյանի ջանքերով փրկված երեխաների ժառանգները։ Եվ մյուսը, որ Մկրտիչ Շելեֆյանը իր կապերը օգտագործելով լինելով Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսի հաջորդ վարչապետ եւ հետագայում նախագահ Սուլեյման Դեմիրելի անձնական ընկերը կարողանում է հայ համայնքի համար կարևորագույն հարցեր լուծել։ Դրանց մեջ ես կուզենայի նաև առանձնացնել այն, որ հենց Մկրտիչ Շելեֆյանի ջանքերով Ստամբուլում կառուցվում է եկեղեցի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը թերևս միակ եկեղեցին է, որը կառուցված է հայկական ճարտարապետական սկզբունքներին համապատասխան։ Մյուս բոլոր հայկական եկեղեցիները ըստ էության հունական ճարտարապետական ոճի դրսևորումներն են։ Եվ այսօր էլ Ստամբուլում այդ եկեղեցին պահպանվում է եւ անցորդները անմիջապես նկատում են դրա ուրույն ճարտարապետական ոճը։ Մկրտիչ Շելեֆյանը նույնպես 1960 թվականին ռազմական հեղաշրջումից հետո ձերբակալվում է, տեղափոխվում է Յասը Ադաբանդ եւ դատապարտվում է 4.5 տարի ազատազրկման։ Եվ հետաքրքիր մի դրվագ, որ իր ազատազրկման 2 տարիները նա անցկացնում է նույն խցում Թուրքիայի երրորդ նախագահ Ջելալ Բայարի հետ։ Եվ հետագայում Թուրքիայի երրորդ նախագահը նախկին երիտուրք եւ ազգայնամոլ Բայարը իր հուշերում գրում է, որ Մկրտիչ Շելեֆյանի հետ անցկացրած 2 տարիների ընթացքում ես հայոց պատմության հայկական մշակույթի մասին իմացա այնքան բան, որ մինչ այդ չգիտեի։ Ես մեջբերում եմ երրորդ նախագահի խոսքերը Թուրքիայի, ես նոր ճանաչեցի հայերին շնորհիվ Մկրտիչ Շելեֆյանի։ 1962 թվականին Մկրտիչ Շելեֆյանը ազատվում է բանտից, բայց այլևս քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, վերադառնալով բիզնես ոլորտ եւ շարունակելով իր գործունեությունը ի նպաստ հայ համայնքի։ Եվ այդ տարիներին նույնպես Մկրտիչ Շելեֆյանի ջանքերով եւ կապերի շնորհիվ հայ համայնքը երբեմն խուսափում է տարատեսակ վտանգներից, երբեմն էլ կարողանում է որոշակի հաջողություններ արձանագրել։ Եվ Մկրտիչ Շելեֆյանը փաստորեն շարունակում է մնալ հայ համայնքի դե ֆակտո լիդերը։ Բայց թուրքական իշխանությունների հալածանքները Մկրտիչ Շելեֆյանի նկատմամբ չեն դադարում։ Մինչև հալածանքներին անդրադառնալը ուղղակի մի դրվագ նշեմ, որ 1960-ականների կեսերին, երբ լարվել էին Թուրքիայի եւ Հունաստանի հարաբերությունները եւ սպասվում էր թուրքական զորքերի ներխուժում Կիպրոս, Մկրտիչ Շելեֆյանը իր դիվանագիտական հմտությունների շնորհիվ կարողանում է կասեցնել թուրքական զորքերի ներխուժումը դեպի Կիպրոս կղզի եւ դրա համար մի կողմից արժանանում է հունաց պատրիարքի Աթենագորասի շնորհակալական կոնդակին, իսկ մյուս կողմից դառնում է թուրքական ազգայնամոլների թիրախ, որ արգելել է կամ խոչընդոտ է դարձել նրանց նվաճողական եւ ծավալապաշտական քաղաքականությանը։ Ինչ վերաբերում է Մկրտիչ Շելեֆյանի նկատմամբ հալածանքներին, ապա դրանք անընդհատ շարունակվում էին, անկախ նրանից, որ նա որոշակի հարաբերություններ է ունենում լիդերներից մի քանիսի հետ, ինչպես ասացի, եւ սա ցույց է տալիս, որ անկախ անձնական հարաբերություններից թուրքական պետական մեքենան, թուրքական իշխանությունները հայերի նկատմամբ շարունակում էին գործադրել հալածանքի հստակ քաղաքականություն։ Սա նույնպես զուգահեռներ է մեզ մոտ առաջ բերում։ Գրիգոր Զոհրաբն ու Թալյաթը մտերիմներ էին, բայց Գրիգոր Զոհրաբը դաժանաբար սպանվեց։ Մկրտիչ Շելեֆյանը եւ Սուլեյման Դեմիրելը մտերիմներ էին, բայց Մկրտիչ Շելեֆյանի նկատմամբ սկսվել էր մեծ հալածանք եւ արդեն բացահայտ թուրքական աջ ծայրահեղականները հայտարարում էին, որ շուտով ֆիզիկապես հաշվեհարդար են տեսնելու նրա եւ իր ընտանիքի հետ։ Այդ պատճառով 70-ականներին Մկրտիչ Շելեֆյանը իր ընտանիքին հեռացնում է դեպի Շվեյցարիա եւ ստանալով նաեւ մահվան սպառնալիքներ, կարճ ժամանակով ինքը նույնպես տեղափոխվում է Շվեյցարիա եւ նրա տեղափոխվելուց անմիջապես հետո թուրքական իշխանությունները նրան զրկում են Թուրքիայի քաղաքացիությունից եւ անմիջապես բռնագրավում են այն հսկայական գույքը, որը միլիոնատեր հայ գործարար падգամավորը կարողացել էր ստեղծել։ Եվ հետաքրքիր վերջին դրվագը կապված Մկրտիչ Շելեֆյան եւ Թուրքիայի Հանրապետություն հարաբերությունների հետ վերաբերում է արդեն
1980-ականներին, երբ Ասալայի հայտնի գործողություններից հետո թուրքական իշխանությունները կրկին հիշում են Մկրտիչ Շելեֆյանին եւ Թուրքիայի ներքին գործերի նախարարը Շվեյցարիայում թուրքական դեսպանատան միջոցով պահանջում է Մկրտիչ Շելեֆյանին ներկայանալ Թուրքիա եւ կանգնել դատարանի առջեւ, նրան նաեւ ներկայացում էր մեղադրանք, որ իբրև թե սատարել է Ասալային գործողությունների համար։ Եվ ինձ մոտ կա Մկրտիչ Շելեֆյանի նամակը ուղղված Թուրքիայի նախագահ Քենան Էվրենին, այդ նամակը ես վերցրել եմ Մկրտիչ Շելեֆյանի անձնական արխիվից, որը պահվում է Շվեյցարիայում եւ ընթերցեմ մի փոքր հատված։ Մկրտիչ Շելեֆյանը իր նամակում դիմելով Թուրքիայի նախագահին նշում է, մեջբերում եմ. Իրավական պետությունները բարկությամբ չեն առաջնորդվում եւ իմ գույքն էլ դուք խլել եք ունեցվածքի հարկի եւ լքյալ գույքի օրենքը հիշեցնող ձևով եւ ավելացնում է խոսելով այն մասին թե իրենց սպառնում են զրկել Թուրքիայի քաղաքացիությունից Մկրտիչ Շելեֆյանը հայտարարում է եկող եւ գնացող ոչ մի թուրքական կառավարություն չի կարող ինձնից խլել այն իրողությունը որ ես այդ տարածքների հարազատ զավակն եմ, տարածքներ, որտեղ ծնվել ու դարերով ապրել են իմ հայ նախնիները։ Իհարկե այս նամակից հետո Մկրտիչ Շելեֆյանի վրա եւս մի քրեական գործ է հարուցվում Թուրքիայի նախագահին վիրավորելու հոդվածով եւ հայտարարվում է նաեւ հետախուզում։ Իհարկե կարճ ժամանակ անց Մկրտիչ Շելեֆյանին զրկում են Թուրքիայի քաղաքացիությունից եւ նա շարունակում է իր գործունեությունը արդեն Շվեյցարիայում։ Այս դրվագը եւս ամփոփելով ուզում եմ ասել, որ այնքան մեծ է լինում Մկրտիչ Շելեֆյանի նպաստը հայ համայնքին, Ստամբուլի հայ համայնքին, որ 1987 թվականի դեկտեմբերի 10-ին մահանալուց հետո թուրքահայ համայնքը դեկտեմբերի 10-ը հռչակում է Սգո օր, որը նշվում է մինչև օրս։ Գալով դրանից հետո սկսված զարգացումներին, ապա կարող ենք ասել, որ թուրքական իշխանությունները այլևս որևէ հայ падգամավորի, որը կարողանար ինքնուրույն գործունեություն վարել, որը կարողանար հանդես գալ ազգային դիրքերից կամ գոնե չմոռանալ իր ազգային նկարագիրը, թույլ չեն տվել դառնալ падգամավոր եւ մեր վերջին հայ падգամավորը Մկրտիչ Շելեֆյանն է, որի գործունեությունը ավարտվել է 1960 թվականին, բայց 60 թվականից հետո 61 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո ստեղծվում է այսպես կոչված հիմնադիր սենատ եւ դրա մասն են կազմում երկու հայ սենատորներ Հերմինե Աղավնի Գալուստյանը, որը մանկավարժ էր եւ ուրեմն ներկայացնում էր հայ համայնքը եւ Սահակ Պերճ Թուրանը։ Ահա հենց այս Սահակ Պերճ Թուրանն էլ շարունակում է տխրահռչակ Պերճ Քերեստեջյանի գործելավոճը եւ իր սենատորական գործունեության ընթացքում մասնավորապես 1963 թվականի դեկտեմբերի 24-ին հանդես է գալիս օրենսդրական առաջարկությամբ, նշելով, որ առաջարկում է սահմանադրության մեջ քաղաքացիության բնութագրման վերաբերյալ կետում նշել, որ Թուրքիայի Հանրապետության բոլոր քաղաքացիները թուրքեր են, այսինքն չնշել այլ ազգությունների անուններ, այնուհետև Պերճ Թուրանը հանդես է գալիս 65 թվականին Հայոց ցեղասպանության 50-ամյակի միջոցառումներին դեմ, 80-ականներին կրկին Պերճ Թուրանին հիշում են, որպեսզի նա դատապարտի Ասալայի ուրեմն ազնիվ մղումներով պայմանավորված գործողությունները եւ նրա այսպես ելույթների թագն ու պսակը ճակերտներով կարող ենք համարել 65 թվականի ապրիլի 25-ի հոդվածը թուրքական Ջումհուրիետ պաշտոնական թերթում, որտեղ նշում է Թուրքիան իրավական պետություն է, իսկ թուրքահայերը միշտ էլ թուրք են մնալու։ Այսպիսին է Թուրքիայի Հանրապետությունում հայության ներգրավվածությունը խորհրդարանում եւ եւս մեկ անգամ տեսնում ենք, որ թուրքական իշխանությունները շարունակելով ցեղասպան մտածողությունը հայ падգամավորներին կամ դիտարկում են որպես իրենց
իշխանությանը եւ իրենց գործունեությանը մի փոքր թեկուզ տեսական նպաստ բերող ծառայամիտներ կամ հայության ազատատենչության կամ ինքնուրույնության յուրաքանչյուր դրվագ արժանանում է կամ Զաքար Թարվերի պես ֆիզիկական հաշվեհարդարի ավարտի կամ Մկրտիչ Շելեֆյանի պես արտագաղթի։ Եվ այսօր 2015 թվականին, երբ որ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են, իշխող կուսակցության եւ ընդդիմադիր կուսակցության ցուցակում ընդգրկված հայ տեխնացուները ցավոք սրտի այս սցենարի մի փոքր վերափոխված տարբերակի մասնակիցներն են լինելու անկախ իրենց կամքից եւ ցանկությունից։ Առայժմ Պատմությունը մեզ փաստում է, որ խոսքերը կամին է տանում, խոստումները մոռացում են, ուժն է թելադրում մարդկանց գործերը եւ ոչ թե փառաբանած ներն ու կթությունը։